խոսել ենք նաև Սրբազանի մասին, Շիրակի թեմի առաջնորդի 2 տարի ազատազրկման արժանացավ, եւ դուք այն պատգամավորներից եք, ով Սրբազանին դիմում է Գևորգ Աջապահյանով։ Սա քաղաքական խոսույթ է, թե այնուամենայնիվ քաղաքական համարձակություն եւ օրինակ հատում են ձեր խոսքով ասած քաղաքական սահմանները կամ երբ հոգեվորականը խառնում է քաղաքական կյանքին։ Այդպես եք նշել։ Այո, երբ հոգեվորականը խառնում է քաղաքական կյանքի ու խոսում է բացարձակապես քաղաքական խոսույթով, կներեք, ես քաղաքական գործիչ եմ եւ համարժեք արձագանք եմ հնչեցնում։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ մասին։ Ես Գևորգ Աջապահյանի կողմից որևէ հոգևոր միտք արտահայտած չեմ լսել։ Խոսում է այդ մարդը մենակ քաղաքական տեքստերով, ռազմական հեղաշրջման կոչեր է անում, մինչդեռ ես որպես հոգևորականի միշտ սպասել էի, որ համախմբման, միավորման կոչեր եմ, խոսքեր եմ լսելու վերջինիս կողմից, ու այո, իմ խոսույթը, իմ դիմելաձևը պայմանավորված է միայն պարոն Աջապահյանի ցուցաբերած քաղաքական վարկով։ Ասում եք ընդդիմությունը քաղաքականացնում է նաև այս գործընթացը, բայց շատ པարզ փաստ էին առաջ բերում այն մասով, որ չձերբակալվեց նաև Սրբազանն է դատարանի դալիճում նշում ամիսները, թե երբ չձերբակալվեց եւ այնքան ժամանակ հայտարարություն արված էր իր կողմից, միտքը հնչեցված էր, բայց ձերբակալվեց հիմա, երբ որ սպասվում է թե արժանապատվություններն են մոտենում եւ այնուամենայնիվ ձեզ հիմա ձեռք չտվեց իր ազատությունը, կա նման բան։ Բնականաբար չի կարող լինել նման բան, որովհետև ես իմ խոսքում արդեն նշեցի, Աջապահյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները բացարձակապես իրավական բնույթ են կրում եւ չեն կարող քաղաքական ենթատեքստեր կամ, չգիտեմ, ինչ որ կապ ունենա քաղաքականության